Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, այս այն օրն է, երբ որ մազերիս վրա խնամք կատարեցի, հետո պանիրը կտրեցի, աղարի շուրջ բոլոր ու գնացի հարևանիս տուն կոֆե խմելու։ Ասեմ, որ 2 ժամ կլինի արդեն եկել եմ, դա հետ առավոտյան ժամերին էր, հիմա էլ ձեր հետ եմ կոֆե խմելու ու գործեր անելու։ Պանիրը էստեղ, խոհանոցային սրբիչով ծածկած և արդեն Երբ որ աղ ենք անում, իրա ներսի մնացած շիճուկը այլորդ էլի դուրս է գալի, որը շատ կարևոր է լավ պանիր ստանալու համար։ Ահա, սիրելիներս, մոտ 1 սուրճի բաժակ կամ մի քիչ ավել շիճուկա դուրս եկել, էստեղ է։ Այսօր աղջուրը չեմ բռնում, սիրելի հետևորդներ ջան, նաև այն շորը, որ եփել եմ, տոպրակն եմ լցրել, քամվում է, Եվ արդեն հաջորդ վլոգում համեջ շորը ցույց կտամ, ավելի մանրամասը կասեմ, քանի որ ինձ հարցեր եք ուղղել, թե ինչ է շորը, շատ մարդիկ կան, որ տեղյակ չեն։ Եվ այդ մասին կխոսեմ հիմա, քանի որ հիմա էլ ուզում եմ ձեր հետ սրճել։ Եփեմ։ Պետք է գնամ կարալիոկ քաղեմ, անպայման, քանի որ արդեն գնալով ուշանում է։ Հիմա ջուրը լցնեմ այս կողմից։ Բայց հետս չեմ տանելու կոֆեն, այստեղ հանգիստ նստելու խմելու եմ, որ մի անգամից գնամ ու գործ անեմ։ Դուք էլ ձեր կոֆեն դրեք, քանի որ այս կոֆեն ես դրեցի, որ ձեր հետ կայել եմ և ընկերանանք։ Նաև օգնելու բաներ կար, տեղափոխելու իրեր կար տանը, եկան ինձ օգնեցին և այդ գործն էլ առաջ գնաց, քանի որ այսօր իմ ազատորն է, սիրելի հետևորդներ ջան, նաև շատ լվացք եմ արել, դե քանի որ փոշոտվում է, չէ, ամեն դեպքում, ամեն ինչն էլ փոշոտվում է, անկողնու վրա էլ է նստում, ինչևէ, այդպիսի լվացքներ եմ հավաքել ու արդեն 3-րդ լվացքն է, ինչ որ միացրել եմ, նաև խոլի շորերը և այլն և այլն։ Անվերջանալի գործեր, բայց թե եկեք չնեղվենք այդ գործերից, աշխարհը խաղաղ լինի, մենք էլ առողջ լինենք, որ կարողանանք մեր կյանքը ճիշտ դասավորել։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ջուտիկներին, քանի որ ջոկել եմ մեծ հավերից ու մեծ ջուտիկներից, դե նրանց ձերան չի կարում տանի։ Կոֆեստանը խմեմ հանգիստ վիճակով, հետո գնալու եմ դուրս անեմ իրենց, քանի որ պետք է պարտադիր իրանք գնան խոտ ուտեն, քոջուջ անեն, որ ձուած են, արդեն ձվի շրջանն է, 3 մի հատ վերցրել եմ, մտածում էի, որ դա այլ աղջրի համար դե լավ է, մի խոսքով, եթե սկսել են մեկով թող շատանա, արդեն մոտ 10 օր ոչ մի ձու չեմ վերցրել, ու երբ որ հանում եմ քոջուջի այդ ժամանակ նոր հավերը իրանց ուրախությունից ես այսպես եմ ընդհանրում, սկսում է նաև ձուացել, եղանակն էլ լավ է, մի քիչ ցուրտ է, տեսնում եք, որ համ տաք սվիթր եմ հագել, համ էլ այս ժակետն եմ հագել, ինքը շատ հետ է, փումփուլիկ, շատ եմ սիրում, շինշիլա ժակետներն են, սիրելի հետևորդներ ջան, մի ժամանակ սիրան անգամ պատչելու չէի տալի, ոնց ասած, էցելի խոսք ունենք, չէ՞ մենք հայերս, որ ասում ենք պատչելու անգամ չեմ տա, այսինքն շատ զգուշ ենք վարվում ու հագնում էի, այս ժակետը երկար է, հագնում էի միայն իմ սիրուն շորիկների հետ, դերաների հետ, շատ սազեկան էր լինում, հետո արդեն դարձրեցի տնային ժակետ, թեթև է ու շատ տաք է պահում, այսպես ելի հետևորդներ ջան, երբ որ ձեր անգա հավերի վրա, ասենք, որ հարցակումը չի կարողանում տանել, ու արդեն, որ աղմուկ առաջանում, ես էլ քշում եմ, դրա համար պետք է պարտադիր հավերիս հանեմ քոջուջի ու արոտի, պետք չէ վախենալ ոչ մի բանից, եթե վախենանք ինչ-որ մի բանից, կամ հիասթափվենք, ասենք, վայ, սենց եղավ, ձերան ա տանում, աղվեսն ա տանում, չաղկալը և այլն, չպահենք, խանութից գնանք, պատրաստի, համ հավի միս առնենք, համ էլ ձուն առնենք, ճիշտ ասած, ես երեք, որ այդ վիճակներ, ես էլ այդ մտքով մի քիչ խորացա, հետո ասեցի Անուշկա, չէ որ դու ուզում ես հավերի փոքր ֆերմա ստեղծել, ահա, և նորից մտքերս ուղղեցի և գործս շարունակելու եմ,
Այսպես իրել հետևորդներ ջան, այստեղ շատ բաներ կա, որ բերել եմ խոհանոցն եմ լցրել այն մյուս կողմից, որպեսզի ինձ ավելի մոտ լինի, բայց իրենց մշտական տեղը չէ այստեղ։ Մի խոսքով, ամբողջ տունը խառնի խորն է, հնարավորինս փորձում եմ ես այն դասավորություններ տալ։ Ահա, սիրել հետևորդներ ջան։ Եվ արդեն ամեն բան հունի մեջ կգցեմ։ Շատ մարդիկ, երբ որ վերանորոգումը սկսվում է, իրենց նյարդերը սկսվում է քայքայվել, բայց ձեզ ամուր պահեք, սիրել հետևորդներ ջան, չէ որ օրերից մի օր էլ այդ փոշին կվերջանա եւ արդեն կվայելենք մեր վերանորոգած բնակարանը։ Հիմա սպասեմ իմ կոֆեն եփի, քանի որ կադրից դուրս եմ վայելելու, առանց զրուցելու, ամեն դեպքում ձեր հետ եմ, գիտեք որ ձեր հետ եմ սրճում, ձեր հետ եմ եփում, նաեւ մի փոքր հանգստանում եմ, ուղեղասեր է հանգստանում, որպեսզի կարողանամ ավելի լավ զգալ ինձ եւ հաճելի զրույցներ վարել ձեր հետ։ Բաժակս էլ վերցնեմ այստեղ, Ես դրսում եմ նստելու իմ քրիզանթեմների մոտ, դեռևս մի փոքր արև կա։ Հավերին դուս եմ արել, սիրելի հետևորդներ ջան։ Ահա։ Երեք ձերեն այս մասից տարավ, ես էլ այստեղ կանգնած էի, այս ящիկները որ դրված է։ Կարալյոքն էլ այն ծառը։ Պիտի գնայի քաղեի, ես այստեղ կանգնած էի, հենց շրջվեցի նարդիվանը ձեռքիս, ձերեն էլ այս խոտերի մեջ տապ էր արել։ Փաստորեն։ Ես ասում եմ, որ դուք էլ իմանաք, էլի, որ ձերեն այդ հենց խորամանկություններ էլ ունի, ես լսել էի, բայց չէի տեղել։ Ահա, այս ճուտիկներին, որ խառնել եմ այստեղ, այս չափի ճուտիկ էր, որ տարավ, այս չափ ես կարմիրի, այս մոխրոտիկի, այն նրանց չափ էր, այդ սև փոփոչը, որ տարավ, մի էլ որ բերել եմ այստեղ, ուզում են իրանք էլ դուս գան, բայց բրծավ սրանց դուս գալը, եթե այս չափը ձեր են տանում, իմաստ չունի, ափսոս են էլի, այս փոքրերին է այստեղ պահել, այս փոքրերին։ Իսկ այս մեծերին ընդհանրապես չի կարա տանի։ Եթե ուզենա վնասի, Աստված չարած, տեղում է վնասում։ Ահա։ Այս այնտեղն է ամենահամով խոտերի տեղն են եկել, համել այս տխլքուտակին լավ քուջուջի տեղ է իրանց մար, խաշամը քանդում են, իրանց համով բաներ են գտնում ուտում, դե խոտն էլ անպակաս, սաղ բաղչեն լիքնա։ Ես հիմա գնամ այս ящիկները վերցնեմ ու գնամ այն ծառի մոտ, ու մինչև մութն ընկնելը, ինչքան կարամ կքաղեմ, եղանակը մի քիչ ցրտոտ է, մի քիչ անպամած է, իմ պատկերասրահը, ահա, այս տեսքն ունի այսօր, իմ գյուղի լեռնաշղթան, ահա սիրելի հետևորդներ ջան, հիմա արագ պտտվենք լեռնաշղթայի վրայով, ու այստեղ իմ հավերը աքլորը, զարմանում եմ, թե իմ աքլորը ոնց խապվեց էլ երեք, ստեղ են ասել էլի, փորձված աղվեսը երկու ոտքով է թակարն ընկնում, բայց այս մի քիչ խիստ համեմատական էլի, դե քանի որ աքլորը շատ ու շատ իրեր ախր, ու երեք ոչ մի ձայն չհանեց։ Դե գնամ գործս սկսեմ, սիրելի հետևորդներ ջան, ու արդեն այնտեղից կմիանամ ձեզ հավեսով։ Հավերս ստեղ են, սիրելի հետևորդներ ջան։ Սենց մի լավ խոսք կասված չէ, մի անգամ էլ եմ ասել, հիշեցնեմ, ով ոչինչ չի անում, նրա հետ ոչինչ չի պատահում։
Միշտ էլ գործունյա մարդկանց հետ երբեմն էլ ինչ-որ բաներ է պատահում, Աստված տա, գործունյա մարդկանց հետ միշտ լավ բաներ պատահեն, Թեխի եմ ես բերել, քանի որ սրանց ուզում եմ զգուշորեն պահել, անցնով կա, Ահա, սիրելի հետևորդներ, չան ուզում եմ մոտեցնել և ցույց տալ, սա է Կառալևսկի կարալյոկը, երկարավուն, խոշոր, միշտ սրանից խոշոր է լինում, բայց քանի որ այս տարի մի քիչ չորեին էր տարին, կառնանը կարգտաբեր, ամռանը չոր, բայց ամեն դեպքում ստացել եմ մի քանի հատ, այս մեկն էլ շունը պոկել է, ատամների տեղն է, Սա կտամ իմ հավերին, հրամել աշունը, հեսա, ահա, դե ես զգուշորեն եմ ուզում քաղել, ինչպես տեսնում եք, ստեղ իրա պոչերն էլ է, չգիտեմ, կամ այս ձևով կպահեմ, կամ չիր կանեմ, դեռևս տատանվում եմ այդ ուղղությունով, հիմա քաղեմ, հետո կհասկանամ ինչ եմ անելու, ահա, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որ զգուշ եմ, աչքս հավերի վրա եմ պահելու, այս քթեմ տեղ, որ հավերին տամ, կամ էլ իրան կգտնենք ուտեն, բայց ստեղ մի բան էլ, ուզում եմ տեսախցիկը պտտել այս կողմի վրա, քանի որ մի պահ այս կողմի վրա էի տեղադրել, որ հավերն էլ Երևան ձեր համար, Աստված չարացել, եթե ձեր են գա տենայիք, երեք չհասցրի էլի, ես էլ խառնվեցի, թե չէ այդ պահը կնկարեի, այնքան մեծ էր սիրելի հետևորդներ ջան, փոքր ձերաներ էլ կան, նրանք ընդհանրապես չեն կարում տանեն, ամենափոքրերին են տանում, իսկ այդ մեծերը շատ ահավոր էր։ Մի խոսքով, ես էլ այդ պահին շոկի ենթարկվեցի, անկեղծանամ, բայց անցած լինի, ինչպես որ ասել եմ, դեռևս մտքիցս չի գնում էլի։ Դե լավ, դե ուրեմն տեսախցիկը շրջեմ այս կողմի վրա, աքլորներս ընդեղ աքլորակռիվ են տալիս, չգիտեմ երևում ա թե ոչ։ Մի խոսքով, շատ սրիցով չտարվեմ, գործ անեմ, տեսախցիկը պտտեմ։ Ոյ, այսպես, տեսնում եք, որ եղանակը մի քիչ ամպամած է, այս հատը կիվերին է, իհա կպտվեմ, քաղեմ, ուրեմն, մի տարի շատ բռնել է կառալյոկս, այնքան շատ էր, անհաշիվ, ես մի վեդրո ասեմ, դուք 19-ին։ Այդ տարի շատ չիրարի, մենակ զուտ սրանից հարի։ Սիրում եք տերևների խշխշոցը։ Նորից մոտեցնեմ Կառալևսկի խուրման, սա խուրման է, բայց քանի որ մեղուները փոշոտում են, սիրելի հետևորդներ ջան, երբեմն պատահում է, որ կորիզներ են լինում մեջը, ահա, հավեսի եմ բերում ձեզ, եթե այգիներ ունեք, ապա դուք էլ Կառալևսկի կարալյոկ տնկեք, որ ունենաք, ոնց որ թե այսօր օրը խաղաղ է, նաև ասվում է, որ եթե ձերան գալիս է, տեղից որս է տանում,
մի 10 օր չի գալի, չգիտեմ, ամեն դեպքում այդպես է ասվում։ Որ հասնում է, ահա, որքան է վարդանում։ Այս տակի շևերինը քաղեն։ Կացար էլ բարձրանամ անպայման, որ վերևի ճուղկն էլ քաղեմ էլի։ Այս զգուշ եմ դնում, որ մեկը մեկին չվնասի, չծակի, ոչերը ներքերի վրա։ Բայց ոնց որ ստեղից սխում է, ավելի լավ է ցած դնել, հա։ Մեկավոր կարում եմ արդեն կռանամ, մի քիչ զգուշ եմ կռանում ամեն դեպքում։ Մի հատ որ մի բան ա պատահում մեր հետ, արդեն սկսում ենք զգուշանալ։ Հետո մի որոշ ժամանակից մոռանում ենք և շարունակեմ քաղել։ Կա ծառի վրա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 հատ կա։ Իմամ քանի հատ եմ քաղել։ Այս 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, ուռա, այն էլ որ շունը կերած չլներ 12, բայց էդ էլ շամփայներ, իմ հավերի փայներ։ Դե սիրել հետևորդներ ջան, սկսեմ քաղել, գործս անեմ, այսօր չեմ ուզում շատ զրույցով տարվեմ, հա։ Որովհետև ամեն դեպքում դեռ վտանգը կա էլի, չգիտեմ, թե մեր մեծերը ինչ են ասել, ինչ օրինակից են վերցրել, բայց ես դեռևս ուզում եմ զգուշանալ։ Դե որ սկսել եմ քաղել, այսօր արդեն ժամը 4-ն է, քանի որ տանը գործեր արեցի, հարևանիս տուն գնացի, հենց որ ակլորը տեսանք են ինչ կղղոց անեց, ու ինչքան հավ կա լրիվ գնացել են հավանոցի մոտ են հասել, գնամ իրանց հետևամ, տեսնեմ ինչ կա չկա, մի քիչ էլ պտտվեմ, մի քիչ զգուշանամ, հետո նոր խորասուզված գործ կանեմ, այս ձևով, որ մի քիչ անհանգիստ եմ, ոնց որ թե մի քիչ ես էլ չեմ կարողանում կենտրոնանալ, որ կամ գործս անեմ, կամ ձեր հետ զրուցեմ, մի հատ էլի իրենցով զբաղվեմ, ու էլի կգամ, սիրելի հետևորդներ ջան։ Գնացի հավերիս էլի իրար հավաքեցի, դրությունը հանգիստ է։ Այս նարդիվանը թեթև է, սիրելի հետևորդներ ջան, ինքը լորենու փայտ է, գիտեք, որ լորենին շինանյութ է, լորենու ծառի փայտը շինանյութ է և շատ թեթև է։ Հիմա այստեղ եմ տեղադրել ցաքուցրիվ են, լավ փորձը։ Փորձը անհաջող է։ Ուրեմն այս կողմի վրա, ես ուզում էի երկու շևի վրա հենեմ նարդիվանը, էդ է սրղած։ Ապա
խաղում։ Լավն էս մեկը ձեռս հասավ։ Բայց այդքան էլ հաջող չի, նարդիվանը խաղանում, ոտիս տակ ես ստեղ կդնեմ, զգուշորեն, բարև, ես մի ճյուղից բռնեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո ձգվեմ, օպա, ողես ինչ լավն է, ասենց, սիրում, արի մոտիկ, մի հատ էլ է գնամ, հա, Կարալյոկի ծառը շատ փուխ է ճյուղերը, պետք է ազգուշ լինեմ։ Ասենց, այս մեկն է ստացվեց, բայց այս ճղկան վրա 3 հատ կա, չգիտեմ թե այդ ոնց եմ քաղելու։ Պլատենան կարամ, որ ձգվեմ, կարամ հասնեմ վեդրոն ստեղ նարդիվան ես գահին հենեմ, հետո հոցում մի հատ էլ բարձրանալ և ռիսկի դիմել, այս ճյուղը Կարալյոկի ծառի սենց հաստ է, բայց любой момент կարա կոտրվի։ Օպա, մի քայլ էլ բարձրացա, այս մեկին հասա, այս հենց աշխատանք է պահանջում զգուշ քաղելը, մնացի ճյուղերի արանքին, կամաց քայլերով, բայց այս ճյուղկը սենց թենեց, պտի ես էտեմ, ավելի լավա ներքևից կտրեմ, այսենց, օպա, ես էլ կտակ, որ էտի շրջանը գա, լավ կարճացնելու եմ ծառերս, Կարալյոկի ծառերը մինչև 5 մետր բոյ են քաշում ու դա հեչ պետք չի, դժվար է լինում, այս ճղկան, որ հենվել եմ, կարա կոտրվի էլի, աստված չարած, հետո արդեն վայրեջ կկատարեմ, ոչ իմ կամքով, ահա, այս մեկն էլ երկար ճյուղով կտրեցի, ուրիշ տարբերակ չկար, օպա, ահա, ես էլ, ամեն դեպքում այդ որ կտրում եմ, նենց հանում եմ, ներքևի մասը չվնասեմ, վերքատու այդ մասը չվնասեմ, մի հատ էլ հավերից նայեմ, ես բարձր տեղից, ու այս թմբլիկներին զգուշ էստեղ, այս մի ճյուղն էլ քաղից հաստորեմ, չգիտեմ, ռիսկ անեմ սենց պտտվեմ ծառի վրա, իչնեմ, բայց այս կողմն էլ մի հատ կա, ինձ թվում է, էդ էլ պետք է ճյուղկը կտրեմ, արի մոտիկ, սիրուն ջան, չես ուզում, ճպուն էլ չի, հետ գիտեք այս ծառը, մի հատ Կարալյոկի համար
Ես ինչքան ժամանակ ապահանջվում, որ կոտրեմ, ողջ և առողջ, եսա կոտրեմ ճուկը, էդը չի կոտրվում, հա, mən կոտրեմ չի կոտրվում, այստեղ որ հասեմ, արդեն մոտիկանում է, այս թմբլիկը, որ չենք ուզում կոտրվի, ռազ կոտրվում է, այս որ ուզում եմ կոտրեմ, չի կոտրվում, մոտեցի, հենված եմ ծառի ճյուղին, որից պահիս, որ պահին է, ճյուղ կկոտրվեց, ու կասնետից է կոտրեց է, իրան, Էսել եղանք, սիրելի հետևորդներ ջան, բայց են մնացածը են մի կողքից, պետք է իջնեմ, ռիսկի չեմ դիմում, քանի որ դեռևս մեջքս ցավում է ու ճկունությունս մի քիչ այն չէ, ինչ որ առաջ էր, Էսել է, սիրելի հետևորդներ ջան, հենց այս ձևով շարունակելու եմ, այս մեկը կամա ձերը թասկի, ապա, ջան, բոլորը հատ-հատ պետք է քաղեն, հատ-հատ, օդը ինքան մաքուր է, աննկարագրելի մաքուր է օդը, քանի հատ մնաց, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7 հատ մնաց, Այս դասավոր եմ, այս լաշիկը մեջ, այս ճողկը ստեղ, Սիմա ջան եկար, այդ այդ ճարպիկն ես հա, գնակաղի կառալյոկները Սիմոչկա ջան, ու դասավոր եմ, սիրելի հետևորդներ ջան, Մտածում էի դասավորելու ընթացքում տեսախցիկը կբերեմ կմոտեցնեմ, բայց որ Սիման եկավ թռավ ծառի վրա, գիտեմ որ իրան էլ եք սպասում ու սիրում, դրա համար թողնում եմ տեսախցիկը իր տեղում, հա եկա գանձուկ, հետո այս ձևով կդասավորեմ արդեն, էլի հակառակ կողմի վրա եմ դնում այս ամանի մեջ, որ պոչերը չծակեն իրար, այսինց, որն էլ մի քիչ երկար է կտրվել, այդ ճուղկը կպոկեմ ձեռի հետ, սիրում ենք չէ հենց ասել, այ հավերս, ոնց սխալվեցի այդ փոքր ճուտերին, երևի շուտ դուրս հանեցի, էլի պետք է մի քիչ էլ իրանք չաղլիկացնեի, նոր որ ձերան չկարեն ատամի, դե ոչինչ, էսա էտ է կմորանանք, են մնացածին կնայենք, ուրախանանք, այ Սիմա ջան, եկար, հետո վատ բաները կմորանանք, այսպես,
Առաջի շարը դասավորեցի, հիմա այն հակառակ կողմի վրա եմ դնելու, սիրելի հետևորդներ ջան։ Եթե էլի պոչերի վրա դնեմ, միմյանց կծակծկեն։ Եթե ուզում եմ, որ սրանց պահեմ։ Ոյ, մոտեցնեմ այս ձևով։ Ահա։ Տեսեք ինչքան ընտիր է։ Կարալևսկի կարալյոկը։ Համեցեք։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ես ձեր հետ համ զրուցում եմ, համ իմ հավերին հետևում եմ։ Եթե մինչև հիմա վերև էի նայում, որ ձեր են չգա, մի արդեն խոտերի մեջ էլ եմ նայելու։ Լավ էր, ոչ մի գործից չվախենաք, սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ ռիսկը գործի կեսն է։ Սիմա ջան, իչի որ նարդիվանը տեղափոխ եմ անում, արի, պար, ծնդրացել ես, չաղլիկացել ես։ Բերեմ ես մի գործ։ Սիմա ջան, սպասի։ Մնացել է վերևին 3 հատ էս մի ծառից, սիրելիներս, այս 3 հատն է մնացել։ Մի քիչ ունչս տեղը գա, քանի որ նոր իջա ծառից, մի կերպ դողդողալով այս կողքի շևերը մի քիչ բարակոտ էր։ Էտել եմ քաղել, վերել, այստեղ սիրուն շարել եմ։ Խոշոր, քնդլիկ։ Եվ վառ գույներով, չմոռանանք առողջարար լինելու մասին։ Շարունակեմ, տեսնեմ ոնց եմ այն 3-ն էլ քաղում, կարալյոկ քաղելը վերջացրի, համենայն դեպս այդ մի ծառը միայն, տեսնում եք, որ շևածերերի վրա դեռևս կա, ու չուզեցի չարաշահել էլի, քանի որ ամեն դեպքում վտանգը կա, ու հսկում եմ հավերիս, այստեղ հավաքել եմ իրար, այն քաղածս արդեն տուն եմ տարել, մյուս ящիկը թողել եմ, վաղը կշարունակեմ, և արդեն կամաց ավարտեմ վլոգս, հաճելի էր ինձ, որ իմ կողքին եք, իմ զրուցակիցն եք, լայքում եք, լավ տողեր եք ուղարկում ինձ, և բոլորս լավ ենք զգում, ես շարունակեմ իմ հավերին հսկել, մինչև թառի ժամանակը գա, և կիսալուսինն էլ արդեն դուրս է եկել, նշանակում է արդեն փոխվում է եղանակները, տեսնենք ինչպես կդիմավորենք ձմռան առաջին ամիսը, դա Աստված, որ ամեն բան լավ լինի։
Մինչև ձեր հետ կխոսեի, սիրելի հետևորդներ ջան, հավերս ինչ-որ բանից զգուշանալով, վազելով եկան մոտս, դա ես հսկեմ իրենց, ինչ հալտիկներին,